առողջապահության նախարարը իրավաբան է, մեր պաշտպանության նախարարը պատմության ուսուցիչ է, մեր արտաքին գործերի նախարարը անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ։ Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսել եք։ Այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր դեսպանները պիտի դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ։ Հիմա մեր դիվանագետներին տեսել եք։ Լիլիթ Մակունցը ինչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցիալ նախարարը ինչ կապ ունի։ ՄԻԲ-ը, որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է։ Դուք գիտեք, չէ՞, որ մենք ունենք էներգետիկայի նախարարություն։ Հետո այդ նախարարությունը լուծարվեց, այդ մասը շատ են սիրում այդ լուծարելու։ Գնաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ու մինչեւ հիմա փոխնախարար չունենք այդ ոլորտի։ Իսկ ինչ ունենք մենք պատկերում, որ աշնանսկզբին Երևանում անձրև է գալիս, ճգնաժամ է, կատաստրոֆա լինում Երևանում։ Այդ ջրերեղներ, խցանումներ, 10 բալանոց, դա դեռ չեմ ասում, այն ջրահեռացման համակարգերն էլ չեմ ասում։ Լուսացույցները ինչի չեն աշխատում։ Այն նույն օրը, երբ որ դուք հայտարարում եք մետրոյի նոր կայարանի ստեղծման եւ ճոպանուղի ստեղծելու մասին։ Այսինքն կլինի տարական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի ստեղծեք, հետո 4-րդ հանրապետություն ստեղծեք։ Այն հերոստացույցների գործարանից ինչ կա։ Այլընտրանքը սկսվում է, այսպիսի կադրային քաղաքականություն չվարելուց, այլընտրանքը սկսվում է, ինչ որ դուք անում եք դա չանելուց եւ ընդհանրապես պետության նկատմամբ այսպիսի թքած ունենալու նուրբ արվեստի մոտեցում չունենալուց։